Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, CVKM-ի հյուրը Չեխիայում բնակվող քաղաքական վերլուծաբան, տնտեսագետ Բագրատ Առաքելյանն է։ Բարև ձեզ, պարոն Առաքելյան, շնորհակալություն մեզ միանալու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Պարոն Առաքելյան, այսօր Գորիսում բացվեց Ֆրանսիայի պատվո հյուպատոսությունը եւ մենք այս իրադարձությունը բավականին երկար ժամանակ էինք սպասել։ Իհարկե պրոռուսական ուժերը եւ այդ քարոզչությունը փորձում են որոշակիորեն նսեմացնել այս գործընթացը, նույնիսկ նշել, որ այն էական նշանակություն չի ունենալու, բայց նաեւ ձեր դիտարկումներն են հետաքրքիր, սա ինչ է տալու Հայաստանին ձեր կարծիքով։ Ինչքան էլ իրենք հենց դրա համար էլ նսեմացնում են, որովհետև հասկանում են, որ դա շատ կարևոր նշանակություն ունի Հայաստանի թե անկախության, թե ռազմավարական զարգացման համար։ Պետք է ասել, որ դե նախ Սյունիքը եւ Գորիսը բնականաբար իրենք դժվար է թերագնահատել այդ տարածքի ես նկատի ունեմ աշխարհագրական տեսակետից տարածքի նշանակությունը ոչ միայն Հայաստանի, այլ նաև Արևմուտքի համար եւ Արևելքի համար եւ դե առաջի գործոնը նաև որ ամրապնդվել են հայ-ֆրանսիական կապերը, հիշենք որ Գորիսը ֆրանսիական Վիեն քաղաքի հետ եղբայրական քաղաքներ են եւ դա ոնց որ առաջի քայլն էր այդ ամրապնդման հարցի մեջ կապված այդ տարածաշրջանի հետ հիմա երկրորդ քայլը, որը որ մենք կարող ենք դիտարկել, դա ներքին Հայաստանում ներքին խաղաղության եւ տարածքային ամբողջականության պահպանումն է, որին որ աջակցում է Ֆրանսիան։ Դրանից բացի պետք է ընդգծել այն փաստը, որ աշխարհագրական տեսակետից Սյունիքը կարևորագույն միջանցք է հանդիսանում արևելքից դեպի արևմուտք, քանի որ դա միակ ճանապարհն է արևելքի եւ արևմուտքի համար, որը որ խաղաղ ճանապարհ է, որը որ վերահսկելի ճանապարհ է, որը որ խնդրահարույց ճանապարհ չի լինի ապագայում, քանի որ Հայաստանը չունի այն ամբիցիաները, որը որ ունի, ասենք, չգիտեմ, նույն Թուրքիան կամ Ադրբեջանը կամ մնացած տարբեր երկրները, որոնք որ ասենք յուրաքանչյուր նման քայլ անելուց հետո ինչ որ մանիպուլյացիաների են գնում եւ ինչ որ բաներ են սկսում պահանջել, Հայաստանը այդ ամբիցիաները, ինչպես ասեցի, չունի եւ դա ավելի հանգիստ եւ անվտանգ ճանապարհ կլինի ապագայում Հնդկաստանից եւ Իրանից դեպի արևմուտք, դեպի Եվրոպա։ Դրանից բացի Սյունիքը նաեւ Հայաստանի համար դա կարևորագույն նահանգներից մեկն է, որը որ ինչպես ասում էին Հայաստանի ողնաշարն է եւ եթե Աստված չանի Սյունիքի հետ ինչ որ բան տեղի ունենա Հայաստանը ընդհանրապես կարող է կործանվել այդ ամենը գիտակցելով թե ֆրանսիական կողմը թե հայկական կողմը բնականաբար գնացել են այդ քայլի եւ այդ թեկուս ինքը եւ ինչ որ սիմվոլիկ նշանակություն ունի դիվանագիտական տեսակետից, ես նկատի ունեմ աշխատանքային դիվանագիտության տեսակետից, բայց ռազմավարական տեսակետից այդ հիպոթեզությունը ունի հսկայական նշանակություն եւ ես հույս ունեմ, որ այդ աշխատանքը կշարունակվի եւ ապագայում նաեւ ինչ որ ուրիշ ներկայացություններ կարող են բացվել ոչ միայն Սյունիքում, այլ ընդհանրապես Հայաստանում։ Իդեպ նշեցիք ապագայում հյուպատոսություններ բացվելու մասին, Ռուսաստանն է անընդհատ ուզում կապանում իր հյուպատոսությունը բացել, այնտեղ Սյունիքում նաև Իրանին կա այս պայդրությամբ, բացի Ֆրանսիայի այս պատվո հյուպատոսությունից, Հայաստանին պետք է Ռուսաստանի ներկայությունը այնտեղ ինչ է կարծում, երբ մենք ոչ մի պարագայում չենք տեսնում այդ երկրի աջակցությունը, նույնիսկ փաստաթղթով ստանձնած պարտավորությունների պարագայում։ Դե այստեղ պետք է դիտարկել, թե ինչ նպատակներ են հետապնդում տարբեր կողմերը հիպոթեզություններ բացելով Հայաստանում, հա, երբ որ հիպոթեզություն է բացում Հայաստանում եվրոպական որևիցե մի երկիր, դա
խոսում է նրա մասին, որ Եվրոպան ցուցադրում է իր լավ վերաբերմունքը, ցուցադրում է իր բացվածությունը Հայաստանի հանդեպ, ցուցադրում է իր սատարումը Հայաստանի եւ այդ սատարումը այս պարագայում այսօրվա քաղաքական իրավիճակում Հայաստանին գեր անհրաժեշտ է։ Երբ որ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանն է փորձում նման քայլեր իբրև թե կատարել, հա, դա խոսում է նրա մասին, որ Ռուսաստանը պարզապես նոր էքսպանսիա է ուզում կազմակերպած լինել Հայաստանում եւ ինքը թեպետ եւ ամենավերին խավի օֆիցիալ ներկայացուցիչները իրենք անվանում են դա բարի քայլ, ինչ որ ռազմավարական ընկերություն եւ այլն, բայց մենք տեսնում ենք, թե ինչ ընդհանուր մթնոլորտ է տիրում Ռուսաստանում այսօր, մենք տեսնում ենք, թե Ռուսաստանը ինչ քայլեր է ձեռնարկում եւ ինչ պատերազմ է հրահրել նույն Ուկրաինայի հանդեպ եւ ինչ ագրեսիա է դրսևորում այն պետությունների հանդեպ, որոնք որ նախկին սովետական միության կազմի մեջ էին մտնում, մի խոսքով ասածս նրա մասին է, որ դա հսկայական վտանգ է Հայաստանի համար, յուրաքանչյուր ռուսական ներկայացությունը որևիցե տեղ Հայաստանում։ Ընդհակառակը, մենք այսօր պետք է անենք ամեն ինչ, որպեսզի հնարավորին չափով ձերբազատվենք, ասենք նույն ռազմաբազայից Հայաստանում, տարբեր ինչ-որ ուրիշ ակումբներից, որոնք որ պարզապես գործակալների ինչ-որ շտաբ կվարտիրաներ են ներկայանում Հայաստանում եւ այլն, մենք պետք է փորձենք երկիրը մաքրենք այդ պրոքսիներից, այդ մարդկանցից, որոնք որ ունեն մի նպատակ վերադարձնել Հայաստանը ստրկության մեջ, վերադարձնել Հայաստանը ռուսական կայսերության կազմի մեջ մտցնել եւ պարզապես ոչնչացնել հայ ազգի մեր երկրի պետականությունը եւ ընդհանրապես մեր ապագան։ Պարոն Արաքելյան, այն որ բավականին ձգձգվում է այս process-ը Ռուսաստանի մասով կապանում հյուպատոսություն բացելուն, չեք կարծում զուտ տեխնիկական հարցեր են, թե ամեն դեպքում Հայաստանը դեռ մտածում է պետք է մեզ դա թե ոչ։ Գիտեք, ես ավելի քան համոզված եմ, որ մեր կառավարության մեջ սթափ գիտակցում են այդ բոլոր վտանգները, որի մասին ես բարձրաձայնեցի, բայց կարծում եմ, որ կան բազմաթիվ խնդիրներ եւ խոչընդոտներ այն ճանապարհի վրա, որ Հայաստանը պարզ եւ ուղղակիորեն հայտարարի այն բանի մասին, որ ինքը ուրեմն Ռուսաստանին հրաժեշտ է ուզում տալ։ Մենք այսօր կապված ենք Ռուսաստանի հետ տնտեսական տեսակետից առաջին հերթին, հա, նախկին մեր ղեկավարները, մեր երկրի ղեկավարները արեցին ամեն ինչ, որպեսզի Հայաստանը կապեն Ռուսաստանի հետ, այսօրվա թե արդյունաբերությունը, թե արտահանումը Հայաստանից, ամեն ինչը հսկայական զգալի մասը, ես հիմա ասեմ մոտ 80% կապված է Ռուսաստանի հետ։ Ցավոք սրտի, այսօրվա մեր ղեկավարները նույն ձև իրենք ելնելով ինչ-որ ակնթարթային շահից շարունակում են այդ աշխատանքը, ինչը անթույլատրելի է եւ շարունակում են խորացնում են նույնիսկ կապերը, խորացնում են տնտեսական ինչ-որ հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց դա խոսքը գնում է միայն ոնց որ ֆինանսների տնտեսական մասի, այստեղ արդեն գործը քաղաքական ճնշման մասին է եւ այդ քաղաքական ճնշումը ի տարբերություն այդ տնտեսականին մեր ղեկավարները ոնց որ մի քիչ իրենք վախվխելով են դրան մոտենում եւ ճիշտ են անում եւ կարծում եմ որ հենց այդ է դրա պատճառը որ ձգձգվում է հնարավորին չափով ես չգիտեմ ինչքան մենք կկարողանանք այդ ռուսաստանյան ճնշմանը դիմադրել, քանի եթե այն պարագայում որ մենք փաստացիորեն ռազմավարական ուրեմն
պարտներներ ենք, հա, Ռուսաստանի հետ ռազմավարական ուրեմն գործակցության մեջ են գտնվում։ Այն պահից, երբ մենք կարողանանք այդ բոլոր պայմանագրերը խզել եւ դուրս գալ այդ ռազմավարական պսևդո-ռազմավարական ինչ-որ իրավիճակից, մենք այդ ժամանակ միայն կարողանանք բարձ եւ կոնկրետ հայտարարել մեր նպատակների մասին եւ բարձ եւ կոնկրետ ուղի բռնել դեպի ուրիշ կողմ, այսպես ասեմ, հա, դեպի ուրիշ կողմ, դեպի այն կողմ, որտեղ որ կա փրկություն, դեպի այն կողմ, որտեղ որ կա ապագա եւ հեռու մնանք այն իրավիճակից, որը որ հիմա տիրում է Ռուսաստանում եւ մի քանի ուրիշ երկրներում, որոնք որ Ռուսաստանի համախոհներն են այսօրվա դրությամբ։ Պարոն Առաքելյան, մեր նախկին նախագահները, ինչպես նաև նրանց սատարող ուժերը անընդհատ փորձում են այսպես ներկայացնել, թե Եվրոպան Հայաստանի անվտանգության երաշխավորը չի կարող լինել, նույնիսկ երկրորդ նախագահը իր հարցազրույցում վերջին նշում էր, թե Մակրոնը գրկախառնություններից բացի ոչինչ չի տալու Հայաստանին։ Եվրոդիտորդների դերն են փորձում նսեմացնել, ինչպես զրույցի սկզբում նշեցի, նույնիսկ այս Ֆրանսիայի պատվո հիպատոսի գրասենյակի բացումը Սյունիքում։ Ձեր կարծիքով այս քարոզչությունն ինչքանով է աշխատում Հայաստանում եւ եթե ռեալ նայենք, մենք իսկապես կարող ենք Եվրոպայից ակնկալել անվտանգություն, ինչ եք կարծում, երաշխիքներ կամ գուցե։ Իրեք, ես համոզված եմ, որ առաջին երաշխիքը Հայաստանի անկախության եւ անվտանգության հենց հայկական բանակն է եւ հայ ժողովուրդն է։ Առաջին երաշխիքը, բայց դրանից բացի կան գործոններ, որոնք որ աշխատում են եւ եթե պարզ դիտարկենք, թե ինչ օգնություն ենք մենք ստացել այս դժվարին մեր համար դժվարին ժամանակահատվածում, հասկացած 16 թվականից վերջին այս 10 տարվա ընթացքում Ռուսաստանից, ինչ օգուտ է բերել մեզ ռուսական մեր այդ ռազմավարական հարաբերությունները, մեր հիշեցնեմ, որ բացի նրանից, որ մենք կորցրեցինք Արցախը, բացի նրանից, որ հսկայական մեր եղբայրները տեղահանվեցին եւ ստիպված էին լքել իրենց փոքր հայրենիքը, վերադառնալ Հայաստան, գալ Հայաստան, ոչ թե վերադառնալ, գալ Հայաստան։ Բացի այդ ամենից մենք նաև կորցրեցինք մեր սեփական տարածք։ Սեփական ես նկատի ունեմ ամբողջ աշխարհի կողմից ճանաչված տարածքները եւ մեր ռազմավարական գործընկերը ինքը պարզապես չտեսնելու տեղ դա դրեց։ Ինքը պարզապես ինչ որ ընդհանուր արտահայտություններով, որ դա միգուցե սահմանը հələ դեռ որոշված չի կամ ինչ որ նման ինչ որ արտահայտություններով իրենք ձեռքերը լվացին այդ process-ից ընդհանրապես։ Իրենք նույնիսկ այն ողբալի դեպքերից հետո, երբ որ ադրբեջանցիները գնդակահարում էին եւ մեր գերի ընկած տղաներին, հա, երբ որ դա ուղղակի ապացույցները հենց իրենք էլ տեղադրում են տարբեր համացանցներում, Ռուսաստանը ոչ մի կերպ չարձագանքեց նման գործողություններին։ Դա քննադատվեց նույն Եվրոպայի կողմից, ՄԱԿ-ի կողմից, Միացյալ Նահանգներում արձագանք եղավ դրա այդ ամենի, հա, եւ մինչ օրս էլ Եվրոխորհրդում բարձրացվում են հարցեր, խորհրդարանում, Եվրոպական խորհրդարանում բարձրացվում են հարցերը, որ հայերը պետք է վերադառնան Արցախ, բարձրացվում են նույն հարցերը կապված այդ ռազմական հանցագործությունների հետ, հա, Ռուսաստանը պարզապես ոչ մի բան չի անում։ Եվ իրենք ասում եմ ընդհանուր ինչ որ արտահայտություններով պարզապես զբաղվում են ուղղակիորեն ռոպագանդայով, իրենք պարզապես փորձում են ինչ որ սեղմել այն կոճակները, որոնք որ մեր ժողովրդի որոշ մի զանգվածի համար շատ ցավոտ կոճակներ են, հա, եւ այդ դրանով իրենք փորձում են ինչ որ մարդկանց ուղեղները գրավել եւ փորձում են այդ միջոցով ուրեմն ինչ որ հժդժություններ ստեղծել Հայաստանում, այն Հայաստանում, որը որ միջազգայինորեն ճանաչված ժողովրդավարական երկիր է։ Եվ այն գործողությունները, որոնք որ այսօր Ռուսաստանը անում է Հայաստանում, դա պարզապես էքսպանսիա է։
Իսկ եթե մենք դիտարկում ենք նույն արևմուտքի կողմը, իրենց վերաբերմունքը, իրենք ոչ մի էքսպանսիա չեն արտահայտում, իրենք խոսում են նրա մասին, որ եթե դուք կամենաք, ինչպես որ բոլոր այն երկրների հետ, որոնք որ մտել են Եվրոմիություն, իրենք իրենց կամքով են բոլորը մտել եւ ոչ մեկ նշեմ ոչ մի երկիր չի զղջացել նրա համար, որ ինքը մտել է Եվրոմիություն։ Անգամներով իրենց տնտեսությունները ավելացրել են, իրենց անվտանգային հարցերն են լուծել, հա։ Այն ինչ որ անհրաժեշտ է այսօր մեզ Հայաստանում։ Այդ հարցը Եվրոպան մեզ պարզապես տալիս է եւ առաջարկում է։ Եթե մենք համաձայն ենք, եթե մենք պատրաստ ենք դրան, այո, պետք է փոխվեն որոշակի ինչ-որ կարգավիճակ, պետք է փոխվի Հայաստանում, օրենքներ պետք է փոխվեն, պետք է խզվեն կապերը այն երկրների հետ, որոնց հետ եվրոպական երկրները դե ֆակտո պատերազմի մեջ են գտնվում, Ուկրաինայի միջոցով, հա, համենայն դեպս հակամարտության մեջ են գտնվում։ Մենք պետք է կողմը ընտրենք, որ կողմին ենք մենք պատկանում, մենք, մեր երկիրը, մեր ժողովուրդը։ Եթե մենք ընտրենք ռուսական կողմը, ապա մենք կկորցնենք մեր պետականությունը, մեր ինքնությունը, մեր լեզուն կարող ենք կորցնել այն ինչ որ արվել է սովետական տարիների եւ ռուսական կայսրության տարիների ընթացքում, ոչնչացվել է մեր քաղաքական, տնտեսական, ինտելեկտուալ էլիտան, մեր լեզուն է նսեմացվել, ամեն ինչ արվել է, որպեսզի մենք խոսենք ռուսերենով, հա, ասենք, այդ էքսպանսիան շարունակվելու է ու շարունակվելու է, մինչև որ մենք ինքներս այդ կամքը չունենանք եւ չհայտարարենք նրա մասին, որ վերջ, մենք արդեն վերջացնում ենք ձեր հետ այդ սեղմ կապերի եւ ստրկա տիրական այդ հարաբերությունները, մենք գնում ենք դեպի ազատ ճանապարհ եւ վաղը մյուս օրը, երբ որ արդեն կանցնեն տարիներ, տասնամյակներ, հա, ինչպես անցան, ասենք, տարիներ, տասնամյակներ երկրորդ համաշխարհայինից հետո։ Իսկ հիմա մենք տեսնում ենք ով էր Հիտլերի կողքին կանգնած, ով էր կանգնած մյուս կողմը, ով է իրական ազատագրումը արել նույն Եվրոպայի, հա, ով է օգնել այն ժողովրդավարական ուժերին, ով է կառուցել նույն Եվրոպան, որը որ այսօր բարգավաճում է։ Այդ ամեն ինչը մենք տեսնում ենք եւ վաղը ես շատ չեմ ուզենա եւ ցավով կնայեմ, եթե Աստված տա հասնեմ այդ տարիքին, ես ցավով կնայեմ այդ դասագրքերը, որտեղ որ գրած պետքա լինի, որ Հայաստանը այդ պատերազմի ժամանակ Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է եղել, հանդիսացել իբրև թե։ Մենք այդ կեղտից պետք է մենք մաքրվենք, դա կեղտ է, որը որ շատ դժվար է մաքրվում, որը որ փորձում են ամեն կերպ նորից ու նորից մեզ քաշել այդ ճայճի մեջ, բայց մենք այդ կամքը պետք է ունենանք, այլ ընտրանք մենք պարզապես չունենք։ Բայց քարոզչությունը Հայաստանում դա թույլ տալիս է մեր հասարակության շրջանում, մենք օրինակ փոխարենը շնորհակալ լինենք Մակրոնին եւ Ֆրանսիային մեզ ցուցաբերած թեկուզ քաղաքական միայն աջակցության համար, նույն զենքի տրամադրման համար, օրինակ որոշները բողոքի ցույց են անում Ֆրանսիայի դեսպանատան մոտ, եվրոդիտորդներին են ուզում Հայաստանից դուրս հրավիրել այն դեպքում, երբ եվրոդիտորդների շնորհիվ է, որ Բաքուն օրինակ լայնածավալ հարձակման չի գնում։ Այս քարոզչությունը իհարկե սա փոքրաթիվ մասն է, ես նկատի չունեմ, որ պետական մակարդակով է արվում կամ որ մեր քաղաքացիների մեծ մասն է այդպես կարծում, բայց ամեն դեպքում ինչ վնասներ է սա հասցնում մեզ։ Գիտեք, նախ առաջինը մենք ինքներս ենք մեզ վնաս հասցնում դրանով, որ մինչ օրս Հայաստանում այդ մեր հանրային մուլտիպլեքսում բոլոր ռուսական լրատվամիջոցները, հեռուստաալիքները դեռ գործում են եւ այդ քարոզչությունը առավոտվանից երեկո լցվում է մեր քաղաքացիների ականջների մեջ եւ նաեւ այն սերունդի մեջ, որը որ մի քիչ լավ չի հասկանում, թե ինչ է իրանից ներկայացրել սովետական միությունը եւ մի քիչ լավ չի պատկերացնում, քանի որ չի ապրել այդ ժամանակի ընթացքում, չի հասկացել այն ճնշումը, այն նսեմացումը, որը որ տեղի էր ունենում այն ժամանակներում, այն տարիներին եւ այդ քարոզչությունը աշխատում է այսօր Հայաստանում։ Դա է առաջին հերթին մենք դրան դա պետք է արգելենք եւ դրա իրավաբանական ամենայն դեպս հիմքերը մենք ունենք,
քանի որ ըստ այն պայմանավորվածության, այն պայմանագրի, որը որ եղել է Ռուսաստանի եւ Հայաստանի միջև, Հայաստանում կարող էին հեռարձակվել, պետք է հեռարձակվել ռուսական ալիքները, իսկ Ռուսաստանում ուշադրություն պետք է հեռարձակվեին հայկական ալիքները։ Հիմա Ռուսաստանում մի հատ հայկական ալիքի հեռարձակում կարող եք ինձ գտնել, չկա։ Այսինքն պայմանագիրը չի կատարվել։ Մենք կարող ենք հանգիստ սրտով եւ իրավաբանական մաքուր ձեռքով, հա, պարզապես խզել այդ պայմանագիրը։ Դա առաջինը։ Երկրորդը, այն ճնշումը, որը որ գալիս է եւ ֆինանսավորվում է, պետք է նշեմ, հա, որ Ռուսաստանից մեծ գումարներ են մտնում, դա ապացուցված է, տնտեսական մոնիտորինգը ցույց է տալի, որ հենց այդ տարբեր սառեցման պահերին, հա, երբ որ տարբեր ինչ որ դիմակներով Քոչարյանը դուրս է գալի փողոցներ, Ռոբերտ Քոչարյանը մեր նախկին, այսպես ասած, չընտրված դուրս է գալի փողոցներ, հենց այդ ժամանակ չգիտես ինչի, ուրեմն ֆինանսական մեծ աճեր են արձանագրվում Ռուսաստանից դեպի Հայաստան։ Եվ ծախսվում է հարյուրավոր միլիոն դոլար, որպեսզի Հայաստանում ինչ որ այդ մարդկային ինչ որ պարզապես գնում են մարդկանց, հա, վճարումով են բանանում, ում պարզապես օգտագործում են իրենց մի քիչ ոնց ասեմ խելքի տկարության պատճառով, ասեմ, հա, երևի շատ վիրավորական թվա, բայց իրականություն է դա, հա, վերջո կա այդպիսի քաղաքական տերմին օգտակար ապուշների, հա, օգտակար ապուշների։ Այդ օգտակար ապուշներին առանց որևիցե գումարների, առանց որևիցե վճարի իրենց պարզապես օգտագործում են Հայաստանում։ Ինչ որ էֆիմեր, ինչ որ բաների մասին են խոսում, վախեցնում են, ասում են՝ «Վայ, Եվրոպա, Եվրոպա գնանք, այնտեղ սաղ միասեռական են, ձեր երեխաները կդառնան, ստիպված կլինեն դառնալ միասեռական»։ Դա անհեթեթություններ, հա, ես արդեն տասնյակ տարիներ է Եվրոպայում ապրում եմ, ես այդ խնդիրը ես այդտեղ չեմ տեսնում, չկա այդպես խնդիր։ Հա, կա տարին մի անգամ ինչ որ մի հատ շքերթ են անցկացնում փակ փողոցի վրա, մի քանի հոգի մարդ հավաքվում են, մի քանի 100 հոգի կներեք մարդ հավաքվում են, իրանք ուտում խմում, չգիտեմ, ինչ որ ուրախություն են անում, թողում են գնում են տներով, վերջ։ Այդ խնդիրը գոյություն չունի։ Բոլորը ունեն նույն իրավունքները այս երկրում, ես նկատի ունեմ Եվրոմիությունը, նույն պարտականությունները ունեն, թե ինչ է կատարվում ներքին մարդու կյանքում, ոչ մեկին չի հետաքրքրում, ոչ մեկի տեղաշորի մեջ չի մտնում։ Այ ես մի քիչ հիմա թեմայից շեղվեցի կներեք, բայց այնուամենայնիվ ես ուզում եմ բացատրեմ հենց այն կոճակները, որի մասին ես նոր խոսում էի, հա, որ այդ կոճակներին են իրենք սեղմում։ Իրենք փորձում են նման, բայց մոռանում են նշել ամենակարևորը։ Այսօր Եվրոմիության մեջ բոլոր երկրները իրենք շատ բարգավաճ կյանք ունեն մարդիկ, հա, իրենց թոշակները սկսում են 1000 եվրոից եւ ավել, այդ ամենամինիմալ թոշակն եմ ես ասում հիմա, աշխատավարձները սկսում են 2000 եվրոից եւ ավել, մարդիկ կարողանում են իրենց համար տներ կառուցել, կարողանում են ճանապարհորդել, լավ մեքենա գնել, երեխաներին ուրեմն լավ կրթություն տալ, իդեպ նշեմ, որ Եվրոմիության մեջ բարձրագույն եւ ընդհանրապես կրթությունը անվճար է եւ այդ կրթությունը շատ որակյալ է։ Մենք այդ ամենի մասին ես էլ չեմ ասում, որ ասենք առողջապահական տեսակետից մարդիկ ճիշտ է, խնդիրներ կան ինչ որ, հա, բայց այնուամենայնիվ բոլոր այն մարդիկ, որոնք որ ֆիզիկապես գտնվում են Եվրոմիության տարածքում, իրենք բոլորը պաշտպանված են, ասենք, առողջապահական տեսակետից։ Չկա այտենց հնարավորություն, չկա այտենց կարգավիճակ, որ մարդը հիվանդանա ծանր հիվանդությամբ եւ իրեն չբուժեն, քանի որ ինքը չի կարող այդ բուժումը ֆինանսավորել։ Այո, գնում են հանձնվում են, դա էլ գիտենք, հա, որ գալիս են պարզապես հիվանդ մարդիկ, որոնք որ են ամենավերջի ստադիաներին, շատերը գալիս են պարզապես հանձնվում են, քանի որ ըստ եվրոպական օրենքների, այն մարդը, որը որ եկավ հանձնվեց ինչ որ եվրոպական մի երկրում, ասեց որ ես քաղաքական ուրեմն ապաստան եմ պահանջում,
ինքը անհապաղ ստանում է բժշկական այդ ինշուրանսը, այդ օգնությունը եւ իրավունք է ստանում, որպեսզի ինքը բուժվի։ Եվ թեպետ կարող է իրան չգիտեմ ինչ որ ամիսներ անց իրեն ասեն որ չգիտես ինչ դու ոչ մի հիմքեր չունես տեղապաստարանց ստանալու, հա դու ստիպված ես կա վերադառնաս քո երկիրը, բայց այնուամենայնիվ ինքը այդ բուժումը արդեն ստացել է։ Եվ շատերը դրանից օգտվում են։ Ասածս այն է, որ մենք այսօր իմ կարծիքով, այն մարդու կարծիքով, որը որ ես ապրել եմ երկար տարիներ եւ Հայաստանում, եւ Ռուսաստանում, Ռուսաստանի մայրաքաղաքում եմ ապրել 7 տարի եւ ապրել եմ եւ աշխատել եմ այնտեղ։ Դրանից հետո ես տեղափոխվել եմ Եվրոպա։ Ես կարող եմ համեմատել, ես կարող եմ տեսնել թե ինչ է այն կողմը ոնց է իրան դրսևորել իմ հանդեպ, հա, իբրև եկած մարդու թե ոնց է իմ հանդեպ դրսևորել Եվրոմիությունը եւ իբրև դարձյալ եկած մարդու, հա, եւ կարող եմ համեմատել եւ միանշանակ իմ կարծիքով մենք բարձ ընտրության առջև ենք կանգնած լավի, սևի եւ սպիտակի պարզապես ուրիշ բառեր ես էլ չունեմ որտեվ այդ սևի մեջ ամեն ինչը այնքան ցայտուն է այնքան ուղղակի է որ նույնիսկ ընտրության կարիքներ չկա, բայց այնուամենայնիվ մեր ժողովրդի մեջ գտնվում են մարդիկ, որոնք որ էլի բան են անում, էլի վերջին ինչ որ վախեցնում։ Հիմնականում դա այն մարդիկ են, որոնք որ կյանքում, ասենք, նույն Եվրոպայում եղած չկան։ Իրենք Եվրոպան տեսել են միայն ռուսական հեռուստաալիքների մեջ։ Ուրիշ ոչ մի տեղ։ Եվ իդեպ ներողություն թեմայի չեղվելու համար նույնիսկ լատենտ համասեռամոլները հիմնականում այդ քարոզչությունն են անում Եվրամիության դեմ Հայաստանում։ Դա գիտեք ինչ, դա իրանց անձնական գործն է, ինձ նկատում եմ, որ հակաքարոզչությունը հիմնականում այդ շերտերի կողմից է արվում Եվրոպայի դեմ։ Գուցեև, չգիտեմ, չեմ ուզում, չգիտեմ, չեմ կարող ասեմ։ Հա, ես այդ մարդկանց հետ տեղաշորժ չեմ պարկել եւ չեմ պատրաստվում իրանց անձնական կյանքի մեջ մտնեմ։ Մարդը եթե ապրում է, նորմալ աշխատում է, հարկերը վճարում է, ոչ մեկին վնաս չի պատճառում, պատշաճ կերպով իր պարտականությունները իբրև քաղաքացու կատարում է, ես այդ մարդուց էլ ոչ մի բան չեմ պահանջում, ինքը ապրում է իր կյանքով։ Վերջի վերջո կա ֆիզիոլոգիական տենց հասկացություն, որ մարդկության ընդհանրապես 10%-ը ինչ որ հակվածություններ ունի, հա, տարբեր տեսակի։ Եվ դրա հետ էլ է պետք հաշվի նստել, երևի, հա, չի կարելի կանգնել, ասել չէ, ոնց որ, չգիտեմ, նույն Չեչնիայում են անում կամ չգիտեմ որտեղ, մեր մոտ չի կարելի, չի կար, դուք ինչա մարդ չեք, դուք Արունից, Մսից ու Կաշմիր չեք բաղկացած ոսկորներից, հա, նույն մարդիկ եք, չէ, նույն բնազդները կան, նույն ֆիզիոլոգիան է, ամեն ինչը նույնն է։ Մարդկանց պետք է պարզապես հանգիստ թողել եւ պահանջել միայն իրենց պարտականությունների, իրենց նորմալ կյանքը, ուրիշ ոչ մի բան։ Եվ հավատացնում եմ ձեզ, դա երկրորդ, երրորդ անգամ արդեն դա ոչ մեկին չի հետաքրքրի։ Մարդիկ դա կընդունեն իբրև դե այդ իմ գործը չի։ Շնորհակալություն պարոն Առաքելյան, շատ հետաքրքիր զրույցի համար։ Ես հիշեցնեմ, որ իմ հյուրը Չեխիայում բնակվող քաղաքական վերլուծաբան, տնտեսագետ Բագրատ Առաքելյանն էր։ Չմոռանաք հավանել տեսանյութը և բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։